արդեն թվով 3-րդ միջդիսցիպլինար գիտաժողովն է լինելու Հայաստանում եւ կարծես թե արդեն ավանդույթ դարձած գիտաժողով է։ Իսկ ինչքանով է կարևորությունը, որ մի 10 րոպե նստեք մեր հետ ներսը լսեք, կհասկանաք ինչ աստիճան է կարևոր, ելնելով հարցերից եւ պատասխաններից։ Ի սկզբանե շատ քիչ մարդիկ էին պատկերացնում, դա ինչ հարթակ է, ինչին պետք է ծառայի եւ առհասարակ արդյոք դա այն հանրային առողջապահական խնդիրն է, որը պետք էր այդպիսի լուսաբանում եւ հանրային հնչեղություն ունենար։ Բայց տարիների փորձը ցույց տվեց, որ տարին տարվա վրա եւ մասնագետների ներգրավվածությունն է ավելի մեծանում եւ խնդիրը հանրային հնչեղություն է ստանում եւ բնականաբար խնդրի բարձրաձայնումը այսօր բերեց նրան, որ բոլորի մոտ եկավ այդ հարցի պատասխանը, որ ճարպակալումը մեկ մասնագետի խնդիր չէ եւ դա որպես հանրային առողջապահական խնդիր վերաբերում է բոլոր մասնագետներին։ Վերաբույժները այսպես սպասում են իրենց ժամին, որովհետեւ շատ շուտով արդեն իրենք են խոսելու թե ինչպես են իրենք իրականացնում բուժումը, իսկ վիրաբույժները միշտ սիրում են դա անել ռադիկալ կերպով, արմատական կերպով, մտնել, կտրել, հեռացնել եւ ստիպել մարդուն մի հարել։ Արդյոք արծժի նման քայլերի գնալ թե չէ, կարելի է իմանալ հենց հետևելով այսօրվա աշխատանքներին։ Ուզում եմ հատուկ նշել կազմակերպիչներից Լևոն Գրիգորյանին, որը լինելով վիրաբույժ ընդգծված հանրային առողջապահական մոտեցում է ցույց տալիս։ Այսինքն իրեն մոտեցումը ուղղված է ոչ թե ավելի գնալ դեպի վիրաբուժություն, այլ վիրաբուժությունը կիրառել այն դեպքերում, երբ որ դեղորայքը եւ կոնսերվատիվ բուժումները, խորհրդատվությունները, հոգեբանի աշխատանքը, էնդոկրինոլոգիա աշխատանքը, մանկաբուժի կամ թերապևտի կամ մյուս մասնագետների աշխատանքը չի կարողանում բերել այն արդյունքներին, որը անհրաժեշտ է այդ պացիենտի համար, այն ժամանակ արդեն ներկայացում, այսպես ասած, վիրաբուժությունը, այսինքն ոչ թե հիմքում դրված է վիրաբուժությունը, սա շատ կարևոր մոտեցում է։ Մի տանիքի տակ հավաքվել են թերևս ոլորտի իմ կարծիքով առաջատարները, ովքեր կապ ունեն եւ աշխատում են ճարպակալման եւ ճարպակալման հետ փոխկապակցված տարբեր հիվանդությունների հետ։ Եվ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս հավաքել բոլոր մասնագետներին, բոլորին միաժամանակ կենտրոնացնել եւ իրենց կարծիքները արտահայտել շատ դժվար է։ Չափազանց կարևորում եմ բոլորիս ներգրավվածությունը այս խնդրի դեպքում եւ կոմունիկացիան միմյանց միջեւ, որպեսզի մենք իսկապես խոսենք մեկ լեզվով եւ կարողանանք հաղթահարել խնդիրը միասին։ Հարցը իրար ճանաչելը չի, իրար լսել, իրար կարծիքները լսեն ու տեսնեն ամեն մեկը այս դաշտում ինչ կարա անի, ինչով կարան իրենք ինձ օգնեն, ինչով կարող եմ ես իրենց օգնել պացիենտի համար։ Հարթակի իմաստն էլ նա է, որ համախմբի բոլոր մասնագետներին իշահ պացիենտի եւ վերջապես եթե դա գլոբալիզացնենք իշահ հանրապետության տնտեսության։ Ճարպակալումը շատերը դիտարկում են վիճակ, սակայն ամբողջ աշխարհում դա համարվում է հիվանդություն, զուգակցված իր հետ կրելով մի շարք հիվանդություններ։ Ճարպակալման ֆոնի վրա զարգացած լյարդի ճարպային հիվանդությունը բավականին արդյունավետ բան է։ Ամբողջ աշխարհում ազգաբնակչության 30%-ը տառապում է այս հիվանդությամբ։ Ցավոք պրոգնոզը հետագան ունի եւ վատ ելքեր հանձինս լյարդի ցիրոզի եւ լյարդի առաջնային ողոսկի, չկա ոչ մի օրգան համակարգ, չկա ոչ մի ֆունկցիա օրգանիզմի, որը տուժած չլինելու ճարպակալումից, անգամ եթե դա սկզբից չէր նկատվում։ Եվ հիմքը իհարկե դրված է շատ անգամ մանկության մեջ։ Մամաները շատ անգամ ուտացնում են, տատիկներն էլ հենց մի հատ հետևից են ուտացնում ու ասում են, այ ինչ թմբլիկ լավ երեխա եղավ։ Այո, թմբլիկ լավ երեխա է, բայց մենք պետք է իմանանք ամեն դեպքում ամեն ինչ իր չափ ու սահմանը ունի։ Եվ եթե մենք սկիզբը մանկության դնենք ոչ առողջ, ապա մենք ապագան չենք ունենա առողջ։ Այն միֆը, որ հայ տղամարդը չէ, այս մաչոյի երիցներ կհասնում Եվրոպայում, երբ որ հայտնվում ես, զգում ես, որ չէ, այդքան էլ մաչոյի կերպարի չես հավապատասխանում քո փոքր կամ մի քիչ մեծ փորով։ Դա համար հետևել է պետք։
մենք պետք է անենք այն, ինչ որ բնությունով նախատեսված է մեր համար, հա, ուտել նրա համար, որ կարողանանք շարժվել։ Շարժվելը պարտադիր է, ուտելը այնքան, ինչքան դու կարողանաս ծախսել, որպեսզի ապահովես ինչ-որ օրգանիզմի գործողությունները կատարած։ Ավել, եթե ավել ենք ստանում այդ սնունդը, ինքը արդեն սկսում է պահեստավորվել ճարպի տեսքով։ Ճարպակալում ունեցող մարդիկ ինքնին հիվանդ մարդիկ են եւ պետք է վերաբերենք այդ տեսակետից նայենք, որովհետեւ իրենք ունեն գրեթե բոլոր օրգան համակարգերի հետ կապված խնդիրներ։ Ու երբ որ հավաքվում են տարբեր մասնագետներ, տարբեր ուղղություններով, ամեն մեկը սկսում է ներկայացնել, թե հատկապես իր բուժառուների մոտ ինչ խնդիրներ են առաջանում։ Այն կետը, որտեղ որ կարող է այդ ճարպակալման խնդիր ունեցող պացիենտը հայտնվել, ճիշտ ուղղություն տալ։ Եվ անգամ եթե դու չես կարող այդ խնդիրն այդ բանին լուծում տալ, ճիշտ ուղղորդում տալ եւ համապատասխան մասնագետի ներգրավությունը կազմակերպել, ճարպակալումը ոչ միայն հանրային առողջապահական խնդիր է, սա նաեւ կրթական խնդիր է։ Եվ մենք ինքներս եւս պիտի ձեռնամուխ լինենք, որպեսզի մշակվեն կրթական ծրագրեր կապված առողջ սննդակարգի եւ ճարպակալման հետագա վարման հետ։ Վիրուսային հեպատիտների իրազեկությունը 44% է կազմում, ճարպակալման եւ լյարդի ճարպային հիվանդության իրազեկումը շատ ցածր մակարդակի վրա է, թե ազգաբնակչության մեջ, թե տառապող հիվանդների մոտ, նույնիսկ թե բժշկական աշխարհում։ Որպես բժիշկ քեզ էլ է հետաքրքիր, ոչ միայն հիմա ես ռուսկաբան եմ, ռուսկաբանության կողմից եմ նայում եւ փորփրում նյութեր հայթայթում, նոր բաներ բացահայտում, բայց նաեւ այլ բժշկական ուղղությունների կողմից էլ հետաքրքիր բավական ինֆորմացիա կա, որ նույնպես էլի օգնում է քեզ ավելի լավ ճանաչելու այդ խնդրեմը եւ ավելի խորությամբ իմանալով ավելի ճիշտ խորհուրդներ տաս քեզուց խորհուրդ ակնկալողին։ Ամեն մի բժիշկ ինքը պետք է ունենա գիտելիք այս խնդրի շուրջ։ Այսօր մենք նաև նշում ենք մեր ասոցիացիայի մեկամյակը, միավորելով գիտելիքներն ու հմտությունները հանուն առողջության։ Սա է մեր ասոցիացիայի կարգախոսը եւ կարծում եմ, որ մենք բոլորս ամեն ինչ պետք է անենք, որ այս միավորումը եւ փորձի եւ գիտելիքի փոխանակությունը շարունակական լինի, հիմնավոր լինի եւ արդիական լինի բոլորիս համար։ Մեծ վստահություն եւ համոզմունք ունեմ, որ թիմ եւ միայն թիմային աշխատանքը կարող է մեզ բերել հաջողության։ Հնչեցին բազմաթիվ հարցեր, քննարկվեցին բազմաթիվ հիվանդություններ, ստացվեցին, որ ամենակարևորն է բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Եվ ում համար էր սա, սա իհարկե մեր բուժառուների համար էր, սա իհարկե այն մարդկանց համար էր, ովքեր տառապում են ճարպակալմամբ կամ ճարպակալման հետ փոխկապակցված հիվանդություններով։ Եվ իհարկե գիտաժողովները, որոնք ունեն նման բնույթ, բերում են նրան, որ այդ հիվանդությունների եւ այդ բուժառուների կյանքը ել ավելի հեշտ, կազմակերպված եւ ել ավելի առողջ է դառնում։ Կարևորը նա է, որ սա երրորդն է արդեն եւ բոլորին մասնակցել եմ եւ տեսնում եմ աճը։ Ուրախ եմ արդեն երրորդ անգամ, երրորդ տարին անընդմեջ գտնվելու ճարպակալման միջ դիսցիպլինար գիտաժողովին։ Իհարկե կարևոր եմ հավարում լինելով երիտասարդ մասնագետ, երիտասարդ բժիշկների ներգրավվածությունը։ Ես ասեմ ձեզ բոլորին մասնակցել եմ եւ այս անգամ արդեն երրորդ կոնֆերանսի մասնակիցները ես տեսնում եմ իրանք ոգեշնչված են, որովհետեւ նորություններ են լսում եւ իրենք այդ ամենի կարիքը ունեն։ Եվ ուզում եմ, որ կազմակերպիչները շարունակեն այս կոնֆերանսների շարքը ամեն տարի եւ գուցե ավելի հաճախ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Medprogress-ի ողջ թիմին, որը որ SAMIS-ի մինիմալ ինվազիվ վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին կազմակերպեցին այս իմ կարծիքով յուրօրինակ եւ առանձնահատուկ միջոցառումը։ Շնորհակալ եմ այսօրվա այսքան գեղեցիկ կազմակերպած գիտաժողովի համար, որը մի նոր հարթակ է մյուս տարի ավելին եւ ավելին կազմակերպելու եմ։ Հուսով եմ, որ եկող տարի եւ ձեր մասնակցությամբ եւ ավելի մեծ ներգրավվածությամբ կկարողանանք միջոցառումը ներկայացնել որպես միջազգային հարթակ արդեն։ Ահա եւ կայացավ ճարպակալում 3 միշտ մասնագիտական գիտաժողովը, որը ինչպես անունից երևում է արդեն երրորդն էր Հայաստանի Հանրապետությունում եւ կարծես թե ավանդույթ դարձած
մենք հավաքվեցինք տարբեր մասնագետներով, վիրաբույժներ, թերապևտներ, էնդոկրինոլոգներ, սրտաբաններ, սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, ուռուցքաբաններ եւ այլ մասնագետներ եւ գիտաժողովը ստացավ իր համն ու հոտը։ Համն ու հոտը, որովհետեւ մենք քննարկեցինք ճարպակալում հիվանդությունը պրակտիկորեն այս բոլոր մասնագետների եւ շատ ավելի մասնագետների տեսանկյունից, նրանց վերաբերող հիվանդությունների տեսանկյունից։ Եվ համարում եմ, որ գիտաժողովը իրականում կայացավ։ Շնորհակալություն բոլորից, մինչև եկող տարի եկող հանդիպում։ Շնորհակալություն։